Տիկին Ջուլհակյան, եթե հարային պաշտոն զբաղեցրած անձը կա, որ դիմացնային, կամ, չգիտեմ, քաղաքական գործիչ է, կամ հարային գործիչ է, մեղադրվում է մարդասպանություն պատվիրելու մեջ, դե կարևոր չի, մեղավոր չի, մեղադրվում է, համապատասխան վարույթ կա, քրեական գործ է հարուցվում, ձերբակալվում է, կալանավորվում է, ըստ ձեզ համապատասխան մարմինները այդ հանրային հնչեղու դե ակնհայտ է, չէ՞ որ եթե հանրային նախկին պաշտոնյա է հայտնի մարդ է, անպայման չի քաղաքական գործիչ է, հայտնի մարդ, հարցածագելու, բայց հատկապես եթե քաղաքական գործիչ է, բնականաբար հարցածագելու մոտիվի վերաբերյալ։ Հիմա չեք կարծում, որ պատկան մարմինները, եթե տալիս են հաղորդագրություն, պետք է նաև տան հաղորդագրություն ենթադրյալ մոտիվի վերաբերյալ, հակառակ դեպքում եթե չտան, բոլորը չեն հարցնելու, այս մարդուն ինչի եք ձերբակալել։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ռուբինյան, մոտիվ իհարկե պետք է ներկայացվի, բայց այդ մոտիվի ներկայացման շրջանակներում պետք է նաև իրավաչափության և համաչափության սկզբունքի մասին չմոռանանք, որովհետև այս հարցում կոնկրետ անձն է, որը մեղադրվում է, կոնկրետ գործողություն կատարելու մեջ։ Եթե այդ շրջանակներում այլ անձի անձնական կյանքի վերաբերյալ տեղի ունենում հաղորդագրության տարածում, մենք պետք է հասկանանք, թե այդ ինֆորմացիայի հրապարակումը որքանով էր անհրաժեշտ այդ մոտիվի ամբողջական բացահայտման տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ կարելի էր այդ հաղորդագրությունը ավելի մեղմ ձևակերպումներով տարածել այլ անձի անձնական տվյալների հրապարակման հետ կապված։ Շնորհակալություն, բայց ես հիմա արձագանքում եմ, բայց ես լավ չեմ հասկանում, տվյալ դեպքում ոնց էր հնարավոր ենթադրյալ մոտիվը հրապարակել, առանց ձեր ասած ինֆորմացիան չհրապարակելու, և ես նաև, եթե ես ճիշտ եմ հիշում, ինֆորմացիան չի էլ հրապարակվել, այնտեղ անվան առաջին տառերն են հրապարակվել։ Չէ, բայց, չէ, անուն տրվել է։ Անուն չի տրվել, պարոն Բայց նույնիսկ եթե Ռուբինյան, տրվել բայց է, բոլորի համար ներողություն, ես ավարտեմ նոր։ Այսինքն կրկին ես, չգիտեմ, չեմ կարծում էլի, որ համաշխարհային պրակտիկայում կա դեպք, երբ որ նման դեպքերում հնարավոր է խոսել մոտիվից առանց ձեր ասած ինֆորմացիան որևէ կերպ հայտնի դառնալու։ Խնդրեմ։ Դուք ավարտեցիք, պարոն Ռուբինյան, ես շարունակում եմ պնդել, որ յուրաքանչյուր գործողություն, որը կատարում է պետական մարմինը, պետք է իր համաչափության և իրավաչափության խնդիրը լուծի։ Ես կարծում եմ, որ այս դեպքում հաղորդագրությունը այդ սկզբունքին չի բավարարել։ Եվ կարող էր ավելի մեղմ ձևակերպումներով անել նույն բանը։ Համաձայն չեմ, բայց լավ, Արթուր Խաչատրյան։